Ողջույն, հարգարժան տիկնակ եւ պարոնայք, համազգային վստահության խորհուրդը հերթական անգամ կազմակերպել է վստահության բարգանիշ մրցանակաբաշխությունը։ Խորհուրդը անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություններ, փորձագիտական ուսումնասիրություններ, կոնտենտ վերլուծություններ, ինչպես տնտեսության, այնպես էլ առողջապահության բնագավառում, որի արդյունքում ընտրվել են այսօրվա մրցանակակիրները։ Ողջունենք նրանց։ Ձեզ հետ է Սարգիս Նաջարյանը եւ այսպես վստահության վարկանիշ մրցանակաբաշխության արարողությունը հայտարարում ենք բացված։ Մեր առաջին անվանակարգը ինժեները խորհրդատվական ոլորտում բարձրորակ մասնագիտական ծառայություններ մատուցող եւ միջազգային ծրագրերում արդյունավետ համագործակցության առաջարկող վստահելի ընկերություն։ Ուշադրություն էկրանին։ Հալդի Consult ընկերությունը անկախ առաջատար մասնավոր հայկական ինժեներախորհրդատվական ընկերություն է տրանսպորտի, հիդրոտեխնիկական եւ արդյունաբերական ենթակառուցվածքների նախագծման եւ շինարարական աշխատանքների վերահսկման ոլորտներում։ Հալդի Consult ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, հանդիսանում է ամենամեծ ինժեներախորհրդատվական ընկերություններից մեկը Հայաստանում եւ ունի համապատասխան լիցենզիաներ ծավալելու ինժեներախորհրդատվական գործունեություններ։ Հալդի Consult-ը իր բազմամյա գործունեության ընթացքում հասցրել է իր շուրջ հավաքել ոլորտի առաջատար մասնագետներին, ստեղծելով մեծ թիմ եւ հիմքում դնելով կազմակերպության հիմնական արժեքները, որոնք են արժանապատվությունը, պատասխանատվությունը, ազնվությունը, փոխվստահությունը եւ նվիրվածությունը։ Հալդի Consult-ը իր տարիների գործունեության արդյունքում արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում համաժողովրդական վստահություն անվանակարգի ոսկե դափնի մրցանակին, վստահության վարկանիշ 2019 անվանակոչման պատվոգրին եւ դափնենշանին, 2016 թվականին ոսկե վարկանիշ մրցանակին եւ մի շարք այլ մրցանակների, դափնենշանների եւ պատվոգրերի։ Հալդի Consult ընկերություն։ Մրցանակը հանձնում է համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, մրցանակը ստանում է Հալդի Consult ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հովսեփյանը։ Բարի օր, հարգելի ներկաներ։ Համազգային վստահություն խորհրդի անունից ողջունում ենք ձեզ։ Ցանկանում ենք, որ դուք լինեք մշտապես առողջ առաջին հերթին, մշտապես պահպանեք եւ ավելի բարձրացնեք ձեր վարկանիշը։ Ես ձեզ ցանկանում եմ, որ ձեր ծրագրերի եւ նպատակների իրականացման ժամանակ լինեք տոկուն, միշտ առաջ գնաք եւ ամենակարևորը ցանկանում եմ խաղաղ լինեք։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլոր մասնակիցներին։ Իմ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել կազմակերպիչներին նման շքեղ դահլիճում մեծ մրցանակաբաշխություն կազմակերպելու համար։ Մեր կազմակերպությունը բազմիցս է արժանացել այս վստահությանը, ես ձեզ ասեմ, մեկ այլ բանա մրցանակ ստանալը շատ ավելի դժվար բան է այդ մրցանակը պատվով կրելը ու պահպանելը։ Շնորհակալ եմ, ուզում եմ ասեմ, որ դա ավելի պարտավորեցնող է եւ մեր թիմի, կոլեկտիվի ջանքերի աշխատանքի շնորհիվ մենք արժանացել ենք այս վստահությանը։ Բոլոր մասնակիցներին ողջունում եմ ու քանի որ մենք առաջին մասնակիցն ենք, ուզում եմ շնորհավորեմ բոլորին նման մրցանակներ ստանալու համար եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ անվանակարգը շինարարության ոլորտում նորարարական լուծումներ եւ բարձրորակ արտադրանք առաջարկող վստահելի եւ փորձառու ընկերություն։ Շատ հավակնոտ ծրագիր է մեր կազմակերպությունը իրականացրել։
Inotec գործարանը ավտոմատացված համակարգ է, մեկ վահանակից մեկ օպերատորով կառավարվում է, ներկայացվելու է մեր նոր լոգիստիկ համակարգը, այն է նոր մեքենայացված սվաղման աշխատանքների մեքենաները, որոնք էականորեն բարձրացնելու են վարպետների արտադրողականությունը եւ աշխատանքի որակը եւ արագությունը, ինչպես նաեւ նոր գործիքակազմը, որ ներկայացնելու է մեր ընկերությունը, պրոֆեսիոնալ գործիքներն են, որոնք նախատեսված են սալիկապատող վարպետների համար եւ սվաղի վարպետների համար, որոնք մինչև այդ հասանելի չէին Հայաստանում, որոնց օգնությունով մեր վարպետները կարող են շատ ավելի բարդ առաջադրանքներ կատարել։ Ուրախությամբ հայտնում եմ, որ մենք առաջին հայկական արտադրողն ենք, որ ստացել ենք եվրոպական C1-C2 սերտիֆիկատները։ C1-C2 ստանդարտի սալիկի սոսիզները պարտադիր են, որպեսզի կարողանան որակով աշխատանքներ կատարել։ Մրցանակը հանձնում է Հանրապետության ժողովրդական նկարիչ, Գյումրու պատվավոր վարպետ ոսկյա կրծքանշանի դափնեկիր, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի ոսկե հուշամեդալակիր, Երևանի մշակույթի պատվավոր գործչի կոչման արժանացած Վալմարը, ով իր ստեղծագործական հարուստ ուղիով հանդես է եկել աշխարհի 58 քաղաքներում կազմակերպված անհատական ցուցահանդեսներով, արժանանալով միջազգային բարձր գնահատանքի։ Մրցանակը ստանում է Inotec ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Ներսիսյան։ Շնորհավորում եմ, սրտով։ Շնորհակալ ենք վստահության եւ գնահատականի համար։ Հայաստանից Հանրապետությունում բեռնափոխադրման ոլորտում բարձր վստահություն վայելող միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցող վստահելի գործընկեր։ Cargo Express ընկերությունը միջազգային բեռնափոխադրումների շուկայում գործում է 2013 թվականից, ձևավորելով կայուն եւ վստահելի գործընկերոջ համբավ։ Գործունեության ողջ ընթացքում ընկերության առաջնային սկզբունքը եղել է միջազգային բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտում բացառապես պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցումը։ Կազմակերպության նպատակն է, որ հայկական լոգիստիկ ընկերությունը մրցունակ լինի միջազգային ասպարեզում եւ ունենա իր ուրույն դերը տարածաշրջանի լոգիստիկ շղթայում։ Այս առումով Cargo Express-ն առաջարկում է թվային ժամանակակից լուծումներ եւ այս ոլորտը շուկայում դարձնում է առավել մրցակցային։ Որպես նորարարական մոտեցում որդեգրած ընկերություն, Cargo Express-ը ձգտում է բեռնափոխադրման գործընթացը դարձնել առավել հարմարավետ, կազմակերպված եւ արդյունավետ։ Յուրաքանչյուր հաճախորդի լոգիստիկ խնդիրը դիտարկվում է անհատական մոտեցմամբ։ Բազմամյա փորձը, բարձրակարգ սպասարկումն ու պատասխանատու աշխատանքային մշակույթը հնարավորություն են տվել ընկերությանը ձևավորել վստահելի եւ բարեխիղճ գործընկերային հարաբերություններ, կառուցելով երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցություններ։ Ընկերությունը մատուցում է միջազգային եւ ներքին բեռնափոխադրումներ, առաջարկում է պահեստային ծառայություններ, ինչպես նաեւ իրականացնում է բեռների ապահովագրություն, ապահովելով ամբողջական եւ համակարգված լոգիստիկ լուծումներ։ Cargo Express ընկերություն։ Մրցանակը հանձնում է Arm Oil եւ Imexpo ընկերությունների համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին։ Մրցանակը ստանում է Cargo Express AM ընկերության տնօրեն Արթուր Հաբեշյանը։ Հարգելի հյուրեր, սիրելի ներկաներ, շատ ուրախալի է իմանալ, որ բեռնափոխադրման ոլորտում Հայաստանում կա նման ընկերություն, որը աշխատում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ապահովելով որակ, պատասխանատվություն եւ գործընկերության հուսալիություն։ Իմ կարծիքով բոլոր երկրներում բեռնափոխադրման ոլորտը այն ոլորտներից է, որը մոտավորապես կարող եմ ասեմ 50% տնտեսության զարգացումը դրված է իրանց ուսերին։ Հույսով եմ
մյուս ընկերությունները ձեզանից օրինակ վերցնելով կփորձեն իրանց ստանդարտները բարձրացնել։ Շնորհավորելով ձեզ եւ բոլոր մրցանակակիրներին, մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ, որակյալ աշխատանք, նոր բարձունքներ եւ վստահության նոր մրցանակներ։ Հաճելի եւ պարտավորեցնող է գնահատված լինելը, ինչը նշանակում է, որ մեր թիմը ճիշտ ուղու վրա է։ Սա խթանի էլ ավելի բարելավել եւ նոր որակ հաղորդել բեռնափոխադրման ոլորտում, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ամբողջ թիմի անունից։ Պարոն Աբեդին, խնդրենք մնալ բեմում, քանի որ Համազգային վստահության խորհրդի կողմից դուք արժանացել եք վստահելի գործընկեր պատվոգրի Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացմանը նպաստող երկարամյա եւ արդյունավետ բիզնես գործունեություն ծավալելու նոր ծրագրեր իրագործելու համար։ Պատվոգիրը հանձնում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի հեռուստարադիո լրագրության ամբիոնի վարիչ դոցենտ մեր հարգարժան Լևոն Գալստյանը։ Սիրելի բարեկամներ, ես շատ ուրախ եմ, որ Համազգային վստահություն խորհուրդը արդեն քանի տարի հավատարիմ իր առաքելությանը մեզանում ձևավորում է մարդկանց վաստակի գնահատման մշակույթ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը պետք է իսկապես ողջունել։ Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, ձեզ պարոն Աբեդի, մաղթում եմ հետագա հաջողություններ, նոր ձեռքբերում։ Շատ անսպասելի է, չի սպասել։ Լավ է, որ անսպասելի է։ Շնորհակալություն վստահության անձնաժողովի բոլոր անդամներին, միշտ պարտավորեցնող բեռ եք դնում մեր ուսերին, շատ ուրախ եմ եւ հույսով եմ, որ միշտ կարողանամ արդարացնեմ վստահություն ձեր։ Շնորհավորում ենք։ Նյարդավիրաբուժության ոլորտում բարձր պրոֆեսիոնալիզմ եւ բուժարոյի նկատմամբ անհատական մոտեցում ունեցող վստահելի նյարդավիրաբույժ Նյարդավիրաբույժ Ավետիք Նազարեթյան։ Ես Ավետիք Արայքի Նազարեթյանս մասնագիտությամբ նյարդավիրաբույժ եմ։ Այս պահին աշխատում եմ միջամտական ռադիոլոգիայի կենտրոնում, որտեղ համախմբվել ենք բժշկության ներկայի եւ ապագայի հանդեպ միանման տեսլական ունեցող մասնագետներով։ Անձամբ ես մեր կենտրոնում իրականացնում եմ գանգուղեղային նյարդերի եւ ողնաշարի տարբեր ախտահարումների դեպքում մինիմալ ինվազիվ եւ ոչ ինվազիվ միջամտություններ ուլտրաձայնային հետազոտության, ռենտգեն կամ համակարգչային շերտագրման հսկողության պայմաններում։ Պացիենտի համար էնդոսկոպիկ միջամտությունները ունեն միմիային դրական ազդեցություն։ Նախ միջամտությունները կատարվում են փոքր կտրվածքներով, փոքր վիրահատական մուտքով, հարակից առողջ հյուսվածքների վնասումը հասցվում է մինիմալի եւ ամենակարևորը պացիենտների ապակինման ժամանակահատվածը զգալիորեն կրճատվում է։ Ավետիք Նազարեթյան։ Մրցանակը հանձնում է բեսթսելլեր գրքերի հեղինակ, Արցախի գրողների միության անդամ, հոգեբան, լրագրող, կինոսցենարիստ, մոտիվացիոն խոսնակ, հաջողակ կին հասարակական կազմակերպության հիմնադիր, հաջողության դպրոց Training and Coaching կենտրոնի հիմնադիր Արփի Վանյանը։ Մրցանակը ստանում է միջամտական ռադիոլոգիայի կենտրոնի նյարդավիրաբույժ Ավետիք Նազարեթյանը։ Ես հենց նոր հայտնաբերեցի, որ փաստորեն մրցանակ հանձնելը շատ ավելի հուզիչ է, քան ստանալը։
Ես իրով ուղղապարտությամբ ուզում եմ այս մրցանակը հանձնել մի մարդու, ում շնորհիվ, ում աշխատանքի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել եւ ամենօրյա ռեժիմով շարունակում են փրկվել։ Շնորհավորում եմ ձեզ, բժիշկ, եւ մաղթում եմ ձեր աշխատանքների մեծ հաջողություն։ Պատասխանատու աշխատանք։ Շնորհակալություն, շնորհակալություն համազգային վստահության խորհրդին այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին եւ այս վստահության քվեն ոչ միայն իմն է, այլ մեր միջամտական ռադիոլոգիայի կենտրոնի ողջ անձնակազմին։ Շնորհակալություն։ Մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատակազմ, յուրաքանչյուր բուժարոյի հանդեպ հոգատար եւ փորձառու մոտեցում ցուցաբերող, արդի տեխնոլոգիաներով հագեցած վստահելի ստոմատոլոգիական կլինիկա։ Արթուր Փափազյան, Սոնատո ատամնաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Փափազյանը մոտ 30 տարի հիմնադրել է Սոնատո ատամնաբուժական կլինիկան։ Ինչպես ցանկացած կայացած ես կհամարձակվեմ ասել մեծ հիմնարկություն, բուժ հիմնարկություն, Սոնատոն ունի նույն ճանապարհը, դառը փորձություններով, հաղթանակներով եւ կոլեկտիվի միամուր լինելու շնորհիվ է, որ մենք ունենք այսպիսի նոր պայմաններ, իսկապես հասել ենք այնպիսի մի պատկերի, որ հետ դարձ ճանապարհը միայն բերում է հպարտության, մեր արած աշխատանքով, մեր կոլեկտիվի յուրաքանչյուրի ներդրումով։ Սոնատո ատամնաբուժական կլինիկայի բարձր որակավորում ունեցող անձնակազմի եւ գերժամանակակից սարքավորումների շնորհիվ հազարավոր այցելուներ այսօր ունեն առողջ եւ անթերի ժպիտ։ Սոնատո ատամնաբուժական կլինիկա։ Մրցանակը հանձնում է Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Գալոյանը։ Մրցանակը ստանում է Սոնատո ստոմատոլոգիական կլինիկայի փոխտնօրեն, ընտանեկան ստոմատոլոգ օրթոդոնտ Սոնա Փափազյանը։ Բարի օր, իսկապես որ բարի, այսքան գեղեցիկ եւ դրական խորհուրդ ունեցող միջոցառման համար եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության խորհրդին իրենց մեծ աշխատանքի համար, իրենց հետ համագործակցողների հետ միասին։ Սա միատեսակ մի դպրոց է, որովհետև մասնակիցները տեսնում են, թե որն է լավը, որն է զարգացման ճանապարհը եւ օրինակ ծառայելու համար, իրենց զարգացման համար։ Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։ Շնորհակալություն եմ հայտնում նման բարձր գնահատականի համար եւ կարող եմ ասել մեր ամբողջ Սոնատոյի ընտանիքի անունից, որ մեզ համար շատ պատասխանատու աշխատանք է, որովհետեւ մենք ապահովում ենք եւ պատասխան ենք տալիս ձեր ամենաերջանիկ, ամենաջերմ պահերին ձեր ժպիտի անկաշկանդ եւ գեղեցիկ լինելու համար։ Շնորհակալ եմ, որ այսքան տարի մեզ վստահում եք եւ ձեր ամենակարևոր պահերին մենք ուրախ ենք, որ դուք անհոգ կարող եք ժպտալ։ Շնորհակալություն գնահատականի համար։ Վստահելի համագործակցություն, համապարփակ բարձրորակ տեխնիկական սպասարկում ապահովող, ժամանակակից էլեկտրական ավտոմոբիլների մասնագիտացված վստահելի դիլերական ընկերություն։ EV Centre էլեկտրական ավտոմոբիլների առաջատար խանութ սրահների ցանց է, որը ներկայացնում է էլեկտրոմոբիլների նորագույն մոդելներ ու առաջատար տեխնոլոգիական լուծումներ։ Համագործակցելով հեղինակավոր ապրանքանիշերի հետ, ընկերությունն ապահովում է բացառիկ երաշխիքային սպասարկում։ EV Centre-ը նաև Hudson էլեկտրական բեռնատարների միակ եւ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
22 տարվա փորձը ավտոմոբիլային սպասարկման ոլորտում ձևավորված ավտոսան սպասարկման կենտրոնների գործունեության շնորհիվ դարձել է այն ամուր հիմքը, որի վրա ստեղծվել եւ զարգացել է EV Center բրենդը։ Տարիների ընթացքում կառուցված վստահությունն ու մասնագիտական փորձառությունը այսօր միավորվում են նոր սերնդի ավտոմոբիլային մշակույթի շուրջ։ Կենտրոնի տեխնիկական սպասարկման բազան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ներառյալ էլեկտրական մեքենաների մասնագիտացված դիագնոստիկ համակարգերով։ EV Center-ի առաքելությունն է Հայաստանում էլեկտրական մեքենաների օգտագործումը դարձնել հասանելի, հարմարավետ եւ վստահելի, առաջարկելով ոչ միայն որակյալ ավտոմեքենաներ, այլև ամբողջական սպասարկման համակարգ։ EV Center ձեր ճանապարհորդության նոր մակարդակը էլեկտրական ապագայի վստահ քայլով։ Մրցանակը հանձնում է վաստակաշատ շինարար Արսեն Ղահրամանյանը, իսկ մրցանակը ստանում է EV Center ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արտյոմ Հակոբյանը։ Բարև ձեզ։ Ես հիասմունքից խոսքեր չունեմ ասելու։ Մեր գործընկերներն ասացին, որ պեղել են, գտել են, հայտնաբերել են, ստեղծել են, ու դուք բոլորդ կայացած ընկերություններ եք, կազմակերպություններ եք, ովքեր պիտանի են մարդուն, ազգին, երկրին, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, խորին շնորհակալություն եմ հայտնում խորհրդին, համազգային վստահության, որ ինստիտուցիոնալ մոտեցումամբ տարիներ շարունակ իր դիրքը պահելով վերարտադրում են նոր ընկերություններ, նոր մարդկանց ու ինձ պատիվ է տրվել ձեր մեջ հանդես գալ ու ասել ձեզ երախտապարտ եմ, որ դուք ներկայացնում եք իմ ազգը, Հայաստանը, հայ ազգը։ Շնորհակալ եմ։ Ողջունում եմ բոլորիդ, երախտապարտ ենք մրցանակը ստանալու համար, հավաստիացնում եմ բոլորին, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայել իր ամենօրյա աշխատանքով մեր հաճախորդների վստահությունը ձեռք բերելու ու պահպանելու համար, այս մրցանակը նաև դրավառ արգասիքն է եւ ել ավելի է պարտավորեցնում մեզ չշեղվել մեր որդեգրած ճանապարհից։ Շնորհակալություն։ Հայկական բանրագործության ավանդույթները պահպանող եւ կատարելագործող վստահելի բանրագործարան։ Կաթնամթերքի շուկայում առաջատար ընկերությունների շարքում իր հաստատուն դիրքն ունի ոլորտի լավագույն ձեռնարկություններից իգիթ ընկերությունը։ Տարիների ընթացքում ձևավորելով վստահություն եւ բարձր հեղինակություն, իգիթը շարունակում է հավատարիմ մնալ իր գլխավոր սկզբունքին՝ սպառողին առաջարկել բնական, թարմ եւ անփոխարինելի համով արտադրանք։ Գյումրի, Լոռի, Շիրակ, Չանախ, Սուլուգունի, ապխտած եւ այլ պանրատեսակներ։ Ընկերությունն առաջարկում է նաեւ կաթ, մածուն, թան, թթվասեր եւ այլ բնական ու համեղ կաթնամթերք, պատրաստված բարձր որակի հումքից։ Արտադրության հիմքում թարմ կաթն է, որը մթերվում է տեղական ֆերմերներից եւ գյուղացիական տնտեսություններից։ Այն անցնում է բազմաստիճան լաբորատոր փորձաքննություն, ապահովելով արտադրանքի անվտանգությունն ու բարձր որակը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ու խիստ վերահսկողությունը յուրաքանչյուր փուլում երաշխավորում են կայուն եւ վստահելի արդյունք։ Տարիներ շարունակ իգիթ ընկերությունը հաջողությամբ համադրում է հայկական պանրագործության ավանդական համերը ժամանակակից արտադրական չափանիշների հետ, ինչի շնորհիվ մշտապես արժանանում է մրցանակների եւ բարձր գնահատականների։ Իգիթ ավանդական համ եւ վստահելի որակ։ Մրցանակը հանձնում է Հանրապետության ժողովրդական արտիստ դոկտոր պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, մրցանակը ստանում է իգիթ ընկերության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը։ Շնորհավորում եմ։
Ես իմ ընտանիքում շատ գործածում եմ իգիթի լորի պանիրը։ Եվ այսպիսի զուգադիպություն ես ուզում բոլորը օրինակ վերցնեն իգիթից եւ արտադրեն ամենալավը, ամենահամովը, ամենագերազանցը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ վստահությանը արժանանալու համար։ Մենք փորձում ենք շարունակաբար արտարացնել այն, ապահովելով լավագույն արտադրանք։ Շնորհակալ եմ։ Վստահության չափանիշ եւ բարեխիղճ արտադրող։ Միասին ստեղծել ենք։ Միասին անհանգստացել։ Միասին հուզվել ենք։ Տոնել եւ ուրախացել ենք։ Շնորհակալ եւ հպարտ ենք, որ դարձանք ու մնացինք ձեր առօրյայի մի մասը։ Մրցանակը ստանում է Աթենք մսամթերքի ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը, ով հարգելի պատճառով այսօր ներկա չէ մեր արարողությանը, մենք մրցանակը հետո կհանձնենք նրան։ Դեղամիջոցների եւ բժշկական պարագաների լայն տեսականի առաջարկող, սպասարկման բարձր մակարդակ ապահովող վստահելի դեղատների ցանց։ 2018 թվականին հիմնադրված Աբա Ֆարմ դեղատնային ցանցը ստեղծման առաջին օրից որդեգրել է մի տեսլական մշտապես լինել հաճախորդամետ, հասանելի եւ որակյալ դեղագործական ծառայությունների առաջատարը Հայաստանում։ Տարիների ընթացքում զարգանալով եւ կատարելագործվելով, կազմակերպությունն առաջարկում է մրցունակ գներ, բարեհամբույր սպասարկում եւ մի շարք այլ առավելություններ, ինչը թույլ է տվել ընդլայնվել եւ այսօր ունենալ շուրջ 30 մասնաճյուղ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Աբա Ֆարմի առաջնահերթությունը աշխատակազմի մասնագիտական գերազանցությունն է։ Աբա Ֆարմում կարևորվում է մշտական ուսուցումը եւ փորձի զարգացումը, ինչն ապահովում է բարձրակարգ սպասարկում եւ հմուտ թիմ հաճախորդների համար։ Դեղամիջոցների եւ հարդեղագործական ապրանքների տեսականին պարբերաբար թարմացվում է, ինչը թույլ է տալիս քայլել ժամանակին համընթաց եւ բավարարել հաճախորդների արդի պահանջները։ Աբա Ֆարմը միշտ փնտրում է նոր հնարավորություններ, ծառայությունները դարձնելու ավելի հարմարավետ եւ մատչելի։ Արդյունքում հաճախորդները կարող են օգտվել առաքման ծառայությունից, ինչը դարձնում է Աբա Ֆարմը իսկական գործընկեր ամեն օր։ Աբա Ֆարմ, ձեր առողջության վստահելի ընտրություն։ Մրցանակը հանձնում է բանասեր լրագրող Համոս Սարյանի անվան գրադարանի տնօրեն Ավետիս Արտ արվեստի միջազգային միության հիմնադիր Երևանի քաղաքապետի եւ Համոսայան ոսկե մեդալակիր Նազենի Արզումանյանը։ Մրցանակը ստանում է Աբա Ֆարմ դեղատնային ցանցի տնօրեն Աշոտ Բադեյանը։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ այս շքեղ դահլիճում։ Ուզում եմ շնորհակալություն ասել համազգային վստահությանը։ Ես ուզում եմ, որ ձեր մատուցած ծառայությունը միշտ առողջացնի եւ առողջություն բերի մարդկանց։ Շնորհակալություն։ Մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ստանալ այսօր այս մրցանակը, որը մեզ պարտավորեցնում է ավելի ջանասիրաբար եւ ավելի տքնաջան աշխատել։ Մեր թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին։ Մեզ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է այսօր այստեղ ստանալ այս մրցանակը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ մեր հաճախորդներին մեզ ընտրելու, վստահելու համար։ Աբա Ֆարմ դեղատնային ցանցը խոստանում է ժամանակի ընթացքում ավելի կատարելագործվել եւ հանրությանը ներկայացնել ավելի արդիական բժշկական պրեպարատներ եւ հարդեղագործական պարագաներ։ Շնորհակալ եմ։
Մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ եւ արդյունավետ բուժում ապահովող վստահելի ուրոլոգ։ Տիգրան Վոլոդիայի Կարապետյանը ոլորտի առաջատար եւ բարձրակարգ մասնագետներից է։ Իր երկարամյա փորձով, մասնագիտական հմտություններով եւ ժամանակակից բժշկության առաջընթացներին մշտապես հետևելու շնորհիվ նա վայելում է թե գործընկերների, թե պացիենտների վստահությունն ու հարգանքը։ Բժիշկ Կարապետյանի կողմից իրականացվում է միզաքարային հիվանդության բոլոր ձևերի ախտորոշում, բուժում, կանխարգելում եւ վիրահատական միջամտություններ։ Նա զբաղվում է տղամարդկանց միզասեռական եւ կանանց միզային համակարգերի բարորակ եւ չարորակ նորագոյացությունների ախտորոշմամբ ու բուժմամբ, կիրառելով քիչ ինվազիվ, էնդոսկոպիկ, լապարասկոպիկ, ինչպես նաեւ պլաստիկ եւ վերականգնողական վիրահատական մեթոդներ։ Բժիշկը իրականացնում է նաև տղամարդկանց անպտղության թե կոնսերվատիվ, թե վիրահատական բուժում, յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում։ Տիգրան Կարապետյանն ու նրա ղեկավարած բաժանմունքը կատարում են ամենօրյա հսկայածավալ աշխատանք, ապահովելով ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր բարձրակարգ ուրոլոգիական բուժօգնություն։ Տիգրան Կարապետյան։ Մրցանակը ստանում է Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Տիգրան Կարապետյանը, ով այսօր հարգելի պատճառով ներկա չէ մեր արարողությանը։ Մենք նրա մրցանակը կհանձնենք վաղը կամ մյուս օրը։ Շնորհավորենք եւ ծափահարենք։ Ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող բարձրակարգ ախտորոշիչ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող վստահելի բժշկական կենտրոն։ Ռոյալ կլինիկը ամբուլատոր ախտորոշիչ կենտրոն է, հագեցած նորագույն բժշկական սարքավորումներով, գործիքներով եւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Կլինիկան ցուցաբերում է բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ։ Ռոյալ կլինիկը իր գործունեությունը ծավալում է հետևյալ ուղղություններով՝ լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտություններ, դիագնոստիկ ախտորոշիչ հետազոտություններ, ֆիզիոթերապևտիկ բժշկական ծառայություններ, մասնագիտացված բժշկական ծառայություններ։ Բժշկական կենտրոնի ռազմավարությունն է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, ուշադրություն, հոգատարություն, վստահություն, պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Կենտրոնը համալրված է նոր սերնդի անգլիական, ֆրանսիական, գերմանական եւ ճապոնական բարձրակարգ սարքավորումներով։ Մասնագետների փորձառությունը թույլ է տալիս կազմել բուժայցելուի խնդրի լուծման ճիշտ ուղին։ Յուրաքանչյուր նախնական եզրակացություն հաստատվում կամ հերքվում է Ռոյալ կլինիկ բժշկական կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիայի մանրակրկիտ հետազոտությունների վերջնական արդյունքում։ Ռոյալ կլինիկի կարգախոսն է առողջությունը կյանք արժե, բայց կյանքն առանց առողջության ոչինչ չարժե։ Մրցանակը հանձնում է ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, մրցանակը ստանում է Ռոյալ կլինիկ բժշկական կենտրոնի կառավարման գծով տնօրենի օգնական Սոֆիա Հովսեփյանը։ Ես սրտան շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում եմ, որ ձեր այցելուները բոլորը ժպիտով դուրս գան ձեր մոտից, առողջ, ունենան լավ դիագնոզներ, շնորհակալություն նման կլինիկա բացելու համար։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ։ Ողջունում եմ բոլոր ներկաներին, ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր կազմակերպիչներին այս բարձր գնահատանքի համար։ Այս մրցանակը մեծ պատիվ եւ միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է մեզ համար։ Այս մրցանակը մեր ամբողջ սրտացավ բուժանձնակազմի եւ ամբողջ թիմի ամենօրյա եւ համատեղ աշխատանքի արդյունքն է։ Շնորհակալ ենք նաեւ մեր բուժառուներին վստահության համար եւ շարունակելու ենք աշխատել նույն նվիրումով, ապահովելով որակյալ եւ մարդակենտրոն աշխատանք։ Այս մրցանակը ոգեշնչում է մեզ դառնալ ել ավելի լավ աշխատելու, որակյալ գործունեություն ծավալելու եւ սպասարկելու բոլոր բուժառուներին։
եւ պատահական չէ ընտրված մեր կարգախոսը առողջությունը կյանք արժե, բայց կյանքն առանց առողջության ոչինչ չարժի։ Առողջ եղեք։ Շնորհակալություն։ Ազգային երկարվեստի զարգացման եւ տարածման գործում նշանակալի ներդրում ունեցող սիրված եւ վաստակաշատ երգիչ Վարդան Բադալյանը ծնվել է Ստեփանակերտում, սովորել է տեղի ֆիզմատ դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանում եւ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ժողովրդական երգեցողության բաժնում Արսեն Գրիգորյանի ղեկավարությամբ։ Արտիստը մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների, արժանանալով բարձր պարգևների։ Համահայկական ընծա մրցույթում Վարդան Բադալյանը ճանաչվել է Grand Prix դափնեկիր։ Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել է տարվա հայտնություն մրցանակին, իսկ ԱՄՆ-ում կատարողական արվեստների փառատոնում ստացել է երկրորդ մրցանակը։ Երգիչը համերգային ելույթներով հանդես է եկել Հայաստանի բոլոր մարզերում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի բազմաթիվ երկրներում, հանդիսատեսին ներկայացնելով հայկական ժողովրդական երգարվեստի հոգևոր ուժն ու գեղեցկությունը։ Ունի թողարկած ձայնասկավառակներ, բազմաթիվ տեսահոլովակների հեղինակ է։ Հայկական երգի խորքային արժեքները բարձր գնահատող արտիստի յուրաքանչյուր կատարում լցված է ջերմությամբ, սիրով եւ ազգային երաժշտության հանդեպ անկեղծ նվիրումով։ Վարդան Բադալյանը շարունակում է մնալ իր բազմահազարանոց հանդիսատեսի կողմից սիրված եւ գնահատված արտիստ, իր արվեստով փոխանցելով հայկական երգի ուժն ու հոգևոր գեղեցկությունը։ Վարդան Բադալյան Մրցանակը հանձնում է Հանրապետության ժողովրդական արտիստ Երևանի պատվավոր քաղաքացի Ռուբեն Մաթեոսյանը, իսկ մրցանակը ստանում է սիրված երգիչ Վարդան Բադալյան։ Շնորհավորում եմ Վարդան ջան, դու ավելին ես արժանի, բայց սա շատ կարևոր մրցանակ է եւ պետք է երբեք չմոռանաս։ Շնորհավոր։ Բարի օր բոլորին, սա իրոք իմ համար անակնկալ էր, շատ շնորհակալ եմ, ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին եւ կրկնակի մեծ պատիվ է ստանալ մեր հայ երգի լեգենդ մայստրոից Ռուբեն Մաթեոսյանից։ Եկեք բարձր ծափահարենք մայստրոին, շատ շնորհակալ եմ։ Մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն եւ յուրաքանչյուր վստահորդի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերող վստահելի եւ ճանաչում ունեցող փաստաբան։ Հասմիկ Վազգենի Բալաբեկյանը իրավաբանական ոլորտում վաղուց արդեն ընկալվում է որպես նվիրվածության, սկզբունքայնության եւ մասնագիտական բարձր որակի խորհրդանիշ։ Նա Բալաբեկյանց փաստաբանական գրասենյակի հիմնադիրն ու տնօրենն է, ինչպես նաեւ միջազգային փորձագետ ներգրավված համաշխարհային բանկի ծրագրերում։ Իր գործունեության ընթացքում Հասմիկ Բալաբեկյանը համադրել է պետական կառույցներում եւ մասնավոր հատվածում ձեռք բերած բազմամյա փորձը ձևավորելով վստահելի, ուժեղ եւ պրոֆեսիոնալ իրավաբանական թիմ։ Նա մշտապես մասնակցում է մասնագիտական եւ կրթական ծրագրերի, շարունակաբար ընդլայնելով իր գիտելիքներն ու հմտությունները եւ ձեռք բերելով նոր մասնագիտացումներ։ Բալաբեկյանն ունի իր հստակ ձեռագիրը՝ սկզբունքային, վճռական եւ պատասխանատու որոշումներով։ Նրա աշխատանքային ոճը հիմնված է իրավական խորքային վերլուծության, ռազմավարական մտածողության եւ յուրաքանչյուր գործի նկատմամբ անհատական մոտեցման վրա։ Հասմիկ Բալաբեկյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, հաճախ հանդես է գալիս հեռուստահաղորդումներում, ակտիվ է սոցիալական հարթակներում եւ մշտապես հասանելի է իր հետևորդներին որպես իրավական խորհրդատու եւ աջակից։ Հասմիկ Բալաբեկյան, վստահություն, պրոֆեսիոնալիզմ եւ ուժեղ իրավական դիրքորոշում։ Մրցանակը հանձնում է հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ Մրցանակը ստանում է Բալաբեկյանց փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը։
սիրով եմ հանձնում այս մրցանակը, ճիշտ ասած առաջին անգամ եմ փաստաբանի հանձնելու, անսովոր է, բայց շատ հաճելի, որտեվ երիտասարդ աղջկա մասին այսքան լավ բաներ լսելը գովելի է, ուրախալի։ Աղջիկս, մաղթում եմ ձեզ շատ հետաքրքիր գործեր, բայց հեշտ լուծումներով։ Շնորհավորություն։ Շատ շնորհակալ եմ Համազգային վստահության խորհրդին մրցանակի համար, ինձ համար նաև կրկնակի ուրախություններ հենց ձեզնից մրցանակը ստանալ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հերթական բարձրակարգ միջոցառման կազմակերպման համար։ Այո, աղջկա համար շատ դժվար մասնագիտություն եմ ընտրել, բայց մասնագիտության ընտրությունը պայմանավորված է եղել անարդարության նկատմամբ անհանդուրժողական մոտեցմամբ, որը դեռևս փոքր տարիքից եմ դրսևորել։ Շնորհակալ եմ ընտանիքիս ընտրած բարդ ճանապարհին ինձ աջակցելու համար եւ ասում եմ, որ իմ թիմը Բալաբեկյանց փաստաբանական գրասենյակը ինձ հետ համատեղ մշտապես պատրաստ է լինել յուրաքանչյուր քաղաքացու հենարանը անարդարության դեմ պայքարում ձեր ընտրած ճանապարհին։ Շատ շնորհակալ եմ։ Մասնագիտական բարձր որակավորում ունեցող եւ համապարփակ ստոմատոլոգիական ծառայություններ առաջարկող վստահելի մարզային ստոմատոլոգիական կենտրոն։ ZHD ստոմատոլոգիական կենտրոնը հիմնադրման օրվանից իր գործունեությունը կառուցել է մեկ հստակ սկզբունքի շուրջ՝ բարձրակարգ, անվտանգ եւ պատասխանատու բուժօգնություն։ Կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից ատամնատեխնիկական լաբորատորիայով, որտեղ կիրառվում են թվային առաջատար տեխնոլոգիաներ եւ 3D տպիչներ։ Այստեղ տեղում տպագրվում են թե մոդելները, թե ատամնաշարերը, ապահովելով առավելագույն ճշգրտություն եւ արագություն։ ZHD-ի հիմնադիր, գործադիր տնօրեն եւ գլխավոր բժիշկ Արամ Աշոտի Զոհրաբյանը, ինչպես նաեւ բժիշկ ստոմատոլոգ Արփի Ենոքյանը իրենց երկարամյա փորձով, նորարարական մտածողությամբ եւ մասնագիտական շարունակական զարգացմամբ ձևավորել են համախմբված ու բարձր որակավորում ունեցող թիմ։ Նրանց գիտելիքներն ու փորձը փոխանցվում են նաև երիտասարդ մասնագետներին, պահպանելով եւ զարգացնելով բժշկական ավանդույթը։ Կենտրոնի տարածքում գործում է նաև Rayzon դիմածնոտային ախտորոշիչ կենտրոնը, որը հագեցած է Plan 1 Pro Max 3D MID համակարգչային շերտագրով։ Այն Հրազդան քաղաքում միակ լիցենզավորված ախտորոշիչ կենտրոնն է, որտեղ բնակիչները կարող են տեղում անցնել բոլոր անհրաժեշտ ռենտգեն եւ ԿՏ հետազոտությունները արագ, հարմարավետ եւ բարձր ճշգրտությամբ։ ZHD ստոմատոլոգիական կլինիկա։ Մրցանակը հանձնում է բանասիրական գիտությունների տեխնացու Հայաստանի ժուրնալիստերի միության անդամ Ռուբեն Սևակի գաղափարականը եւ նահատակության պատմությունը գրական մրցույթի դափնեկիր բազմաթիվ գրքերի հեղինակ Գայան Աթանեսյանը։ Մրցանակը ստանում են ZHD ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր տնօրեն բժիշկ ստոմատոլոգ Արամ Զոհրաբյանը եւ իր որդին դիմացնոտային վիրաբույժ Աշոտ Զոհրաբյան։ Կան մարդիկ, որոնք նրբանկատորեն փնտրել են, գտել են եւ արժանացրել են գնահատանքի։ Այսօր ահավասիկ այդ հրաշալի առիթն է եւ ես շնորհավորում եմ ձեզ եւ իհարկե մյուս բոլոր մրցանակակիրներին։ Կեցեք դուք։ Շատ շնորհակալություն կազմակերպիչներին, շնորհակալ ենք վստահության համար։ Մենք որպես բուժ հաստատություն 30 տարի աշխատում ենք։ Փորձում ենք գնալ օրվա պահանջին բոլոր ուղղություններով եւ փոխանցել մեր փորձը մեր երիտասարդ սերունդին։ Շատ շնորհակալություն։ Մեր հաջորդ անվանակարգը բարձրորակ վիտամիններով հարուստ եւ մեծ սպառողական պահանջարկ ունեցող համակցված կերեր արտադրող վստահելի ընկերություն։
Արվուդ ընկերությունը շուկայում հայտնի է Մեգամիքս ապրանքանիշով, որն առաջարկում է բարձրորակ, վիտամիններով հարուստ եւ սպառողական մեծ պահանջարկ ունեցող համակցված կերեր։ Մեգամիքս ընկերությունը ստեղծվել է 1999 թվականին եւ արդեն 27 տարի է զբաղվում է անասնակերերի արտադրությամբ եւ վաճառքով։ Ռուսական շուկայում անասնակերերի վաճառքի 35%-ը բաժին է ընկնում մեր ընկերությանը։ Ունենալով գրագետ եւ կազմակերպված թիմ, այսօր ընկերությունը խթանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, արտադրում է միայն ու միայն որակյալ եւ արդյունավետ անասնակերեր։ Մեր գործընկերներն են Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր ֆերմերային տնտեսությունները, արտադրատեսակները բազմազան են, նախատեսված խոզաբուծության, տավարաբուծության եւ թռչնաբուծության համար։ Ընկերության քաղաքականությունն է աջակցել ֆերմերային տնտեսություններին, արտադրել որակյալ եւ բնական հավելումներով անասնակերեր։ Եվ այսօր մենք սա ունենք քրտնաջան աշխատանքի, բարձր կարգապահության շնորհիվ։ Եվ վստահ եմ, որ աշխատանքները լինելու են շարունակական։ Մեգամիքս ապրանքանիշ։ Մրցանակը հանձնում է հրաշամանոք Հովիկ Խաչատրյան, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Արփի Խաչատրյանը։ Մրցանակը ստանում է Արվուդ ընկերության տնօրեն Արտակ Ավդալյանը։ Բարև ձեզ սիրելի հյուրեր, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին եւ ուզում եմ մի տողով ասել, եթե համազգային վստահության վարկանիշին եք արժանացել, ուրեմն դուք արդեն պատվավոր քաղաքացիներ եք, շնորհավորում եմ։ Ողջունում եմ բոլորին, ցանկանում եմ մեր թիմի անունից շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպիչներին։ Մեր գործն արդար է, մեր կարգախոսն է, մենք կերակրում ենք նրանց, ովքեր կերակրում են մեզ։ Շնորհակալություն բոլորին վստահության համար, պարտավորվում ենք, որ հետագայում էլ ավելի բարձր կպահենք մեր վարկանիշը։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք արևային կայանների եւ ջերմոցների նախագծման եւ տեղադրման ոլորտում վստահելի եւ փորձառու ընկերություն։ Sunlight Group-ը իր կազմում ներառում է Sunlight Solar եւ Sunlight Greenhouse ընկերությունները։ Sunlight Solar ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։ Զբաղվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, ինչպես նաեւ նրանց սպասարկումով ու զուգորդող այլ ծառայություններով։ Համարվում է Հայաստանի Հանրապետությունում առաջատար ընկերություն արևային էներգետիկայի ոլորտում։ Sunlight Solar-ը դինամիկ զարգացող ընկերություն է, ունի տեղադրված ավելի քան 500 արևային եւ հիբրիդային կայաններ տարբեր հզորությունների եւ ուղղվածությունների ողջ Հայաստանի Հանրապետությունում։ Ընկերությունն առաջինն է, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրեց ավտոմատացված լվացման համակարգ արևային կայանների համար։ Sunlight Greenhouse ընկերությունը ստեղծվել է 2025 թվականին, զբաղվում է թերմոջերմատների կառուցմամբ եւ կահավորմամբ։ Ընկերությունը համալրված է 10 եւ ավել տարիների փորձ ունեցող մասնագետներով, ովքեր իզորու են կառուցել ցանկացած չափի եւ բարդության ջերմատներ ողջ Հայաստանի Հանրապետությունում։ Sunlight Greenhouse ընկերությունը ներմուծում եւ կիրառում է Հայաստանի Հանրապետության շուկայում լավագույն թաղանթները ջերմատների համար 85%-ից մինչև 95% լուսաթափանցելիությամբ, 1.2-ից մինչև 1.6 միկրոն հաստությամբ թաղանթներ։ Ունի գյուղատնտեսական վարկավորման ճկուն պայմաններ, տրամադրում է պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում մրցունակ պայմաններով վարկավորում իր գործընկեր բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով։ Կարճ ժամանակում ունի ավելի քան 15000 քառակուսի մետր ավարտված եւ բազմաթիվ ընթացիկ նախագծեր ողջ Հայաստանի Հանրապետությունում։ Sunlight Group-ը իր ուրույն ներդրումը ունի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության զարգացման գործում, ակտիվ քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության ոլորտում նոր զարգացումներ ապահովելու համար։ Շատ շուտով կներկայանա նոր ուղղվածությամբ ընկերություններով։
Մրցանակը հանձնում է առողջ ողնաշար բժշկական վերականգնողական կենտրոնի հիմնադիր, գլխավոր բժիշկ, ողնաշարաբան, ռեաբիլիտոլոգ, մանուալ թերապևտ Տիգրան Գրիգորյանը, մրցանակը ստանում է Sunlight Group-ի հիմնադիր տնօրեն Արսեն Խաչատրյանը։ Մինչև որ կշնորհավորենք մեր ընկեր Արսենին, խորհուրդ կտամ վստահել վստահության խորհրդին։ Վստահության խորհուրդ, որը իր խորհրդի մեջ ներառել է մշակույթ, արվեստ, գրականություն, արտադրողներ, ստեղծագործողներ, արարող հայ հասարակություն։ Հայեր, որոնք վստահ են իրենց ուժերի վրա, որոնք պետականության հիմքն են, ազգային դիմագիծը ամբողջ աշխարհին ներկայանալու համար եւ նույնպես առողջությունը չմոռանանք։ Առողջ եղեք։ Եվ ամենակարևորը մարդիկ, որոնք արևի զորությունը վերածում են հաց վաստակելու հնարավորության, հաց ստեղծելու հնարավորության։ Այսինքն հողից հաց կամող մարդուն դարձրել են արևից հաց կամող մարդիկ։ Շնորհավոր։ Բարև ձեզ։ Շնորհակալություն ջերմ խոսքերի համար։ Նախ ուզում եմ բոլորին շնորհավորել այսօրվա կապակցությամբ մրցանակակիրներ դառնալու հետ կապված։ Շնորհավորելու հետ մեկտեղ նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ձեր ներգրավվածությունը ունենալու հետ կապված։ Sunlight Group-ը ի սկզբանե կարևորել է Հայաստանի տնտեսության մեջ ինչ-որ լումա ներդրելու հնարավորությունը եւ միավորելով էներգետիկ անկախությունը մենք որոշեցինք նաեւ միանալ գյուղատնտեսության զարգացման գործին, մասնավորապես ջերմատների կառուցմամբ։ Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, շատ ուրախ ենք մրցանակը ստանալու կապակցությամբ։ Շնորհակալություն բոլորին։ Մեր հաջորդ անվանակարգը հոգեբանության բնագավառում հոգեկան առողջության պահպանման, բարձր պրոֆեսիոնալիզմի ցուցաբերման եւ հոգեբանական կուլտուրայի ձևավորման վստահելի մասնագետ։ Զարա Արայի Հակոբյանը Հայաստանի առաջատար հոգեբաններից է, ով ավելի քան 10 տարի աշխատում է երեխաների եւ կանանց հետ, աջակցելով նրանց անձնական եւ հոգեբանական զարգացման ճանապարհին, ներառյալ հղիների եւ այն կանանց, ովքեր դժվարություններ ունեն հղիանալու գործընթացում։ Հայաստանում երաստիճան կրթություն ստանալուց հետո Զարան շարունակաբար կատարելագործվել է միջազգային վերապատրաստումներում, հատկապես Ամերիկայում եւ Մոսկվայում։ Նրա փորձառության կարևոր հենակետերն են PTSD եւ տրավմայի հետ աշխատանք Մինեսոտայում, ստրեսի կառավարում, արտ-թերապիա եւ հեքիաթաթերապիա, ինչպես նաև ԱՄՆ հոգեբանների ասոցիացիայի միջազգային անդամ է, ասպիրանտ եւ գիտական հետազոտող, իսկ մասնագիտական գործունեության ընթացքում հրապարակել է գիտական հոդվածներ եւ հեղինակում է թերապևտիկ հեքիաթներ գիրքը։ Աշխատանքի ընթացքում նա կիրառում է տարբեր հոգեբանական մեթոդներ, CBT, կոգնիտիվ վարքաբանական թերապիա, արտ-թերապիա, հեքիաթաթերապիա, NLP, նեյրոլեզվաբանական ծրագրավորում։ Զուգահեռաբար իրականացնում է մասնագետների վերապատրաստումներ եւ կրթական ծրագրեր։ Մասնագիտական իր զարգացման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Breathwork մեթոդը Ստանիսլավ Գրոֆի մոտ, որն օգտագործում է համակենտրոն շնչառություն, օգնելով բացահայտել էմոցիոնալ բլոկները, վերականգնել ներքին հավասարակշռությունը եւ գտնել հոգեբանական հանգստի ուղին։ Զարա Արայի Հակոբյանը հավատում է, որ հոգեբանի աշխատանքը հաջողվում է միայն սրտով, համբերատարությամբ եւ մասնագիտական պատասխանատվությամբ, աջակցելով յուրաքանչյուրին աճի, վերականգնման եւ ինքնաճանաչման ճանապարհին։ Զարա Հակոբյան։
Մրցանակը հանձնում է Հայուհի 2025 մրցանակակիր գործարար Սոֆիա Մելքումյանը։ Մրցանակը ստանում է Խորք հոգեբանական կենտրոնի հիմնադիր հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի միջազգային անդամ Զարա Հակոբյանը։ Բարի օր բոլորին, ողջունում եմ բոլոր մրցանակիրներին, շնորհավորում բոլորիդ և ցանկանում նորանոր հաջողություններ։ Ողջունում եմ բոլորին և շնորհավորում այսօրվա մրցանակների համար։ Ինձ համար նախ մեծ պատիվ էր իմ անունը լսել Հայաստանի ոսկե ձայնով։ Ես ուզում եմ շնորհակալություն նախ հայտնել այս մրցանակի եւ վստահության համար եւ նշել, որ հոգեբանությունն ինձ համար պարզապես մասնագիտություն չէ, այն իմ տարերքն է, իմ առաքելությունը, բացի մասնագիտական կրթությունը եւ տարիների փորձառությունը, անհագաբար եւ շարունակաբար իմ կրթվելու ցանկությունը, հոգեբանությունը նաեւ ինձ տվել է հնարավորություն որպես անձ կերտվելու, որովհետեւ ես փորձում եմ ամեն օր ավելի լավը լինել, քան երեկ էի, ինձ դիմող մարդկանց ավելի ճիշտ աջակցելու համար։ Այսօր այս դահլիճից հնչեցին շատ գեղեցիկ շնորհակալական խոսքեր, իրականում յուրաքանչյուրս ունենք կարիք ամփոփելու մեր կյանքի որոշ էտապներ, վերարժևորելու եւ իհարկե շնորհակալություն հայտնելու։ Շնորհակալությունը ինքնին հոգե ամոքիչ է եւ կարողանալ շնորհակալ լինել եւ մատուցել դա մեր կյանքի ընթացքում, դա շատ կարևոր հոգեթերապիա է, այսպես ասած։ Եվ ես եւս այսօր ուզում եմ շնորհակալ լինել, կփորձեմ հնարավորինս կարճ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, իմ ուժի եւ հենարանի համար, այն մարդկանց, ովքեր իմ կողքին են, իմ մարդկանց, ովքեր հավատում են եւ առաջ են մղում ինձ, իմ այցելուներին, որովհետեւ առանց նրանց վստահության ես այսօր այստեղ կանգնած չէի լինի։ Եվ կյանքիս ամենամեծ շնորհակալությունն ուզում եմ հայտնել հայրիկիս եւ այս մրցանակս նվիրել նրան։ Շնորհակալություն։ Էկոլոգիապես մաքուր մանկական խնամքի եւ հիգիենայի միջոցներ արտադրող հայկական վստահելի ընկերություն։ Ջանազյան Project-ը ծնվեց մի շատ կարևոր գաղափարից՝ ստեղծել գիտելիքի վրա հիմնված խնամք երեխաների եւ ընտանիքի համար։ Բրենդի հիմքում բժշկի փորձն է ու պատասխանատվությունը։ Ամեն բան սկսվեց այն համոզմունքից, որ ծնողը պետք է վստահ լինի յուրաքանչյուր բաղադրիչի հանդեպ, որը դիպչում է իր երեխայի մաշկին։ Մտածված ֆորմուլաներ, հստակ ընտրված բաղադրիչներ եւ հնարավորինս մեղմ ազդեցություն։ Սկզբում նպատակն էր ստեղծել մանկական, հղիների եւ կերակրող մայրերի համար նախատեսված տեսականի, սակայն պարզ դարձավ, որ պահանջը շատ ավելի մեծ է։ Ծնողներն ուզում էին տեղական, բայց միջազգային չափանիշներին համապատասխան խնամք ոչ միայն երեխաների, այլև հենց իրենց համար, քանի որ հաճախ երեխաների մոտ ալերգիկ դրսևորումներ լինում էին մայրիկի օգտագործած խնամքի միջոցների բաղադրիչներից։ Այսպես Ջանազյան Project-ը քայլ առ քայլ ընդլայնեց իր շարքերը, ստեղծելով ոչ միայն մանկական, այլև մեծահասակների համար նախատեսված միջոցներ։ Ընկերությունում ուսումնասիրում են բաղադրիչները, հետևում մաշկաբանական պահանջներին եւ մշտապես լսում իրենց սպառողներին։ Ջանազյանը պարզապես բրենդ չէ, այն հոգատարություն է մանկաբույժի կողմից ողջ ընտանիքի հանդեպ։ Ջանազյանը հայկական բրենդ է, որը ստեղծվել է սիրով ու հոգատարությամբ, երկարաժամկետ վստահություն կառուցելու նպատակով, եւ ճանապարհը դեռ շարունակվում է։ Մրցանակը հանձնում է Մարգարյան ծննդատուն մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Արմեն Բլբուլյանը, իսկ մրցանակը ստանում է Ջանազյան Project ընկերության հիմնադիր Արթուր Ջանազյանը։ Բարև ձեզ, ինձ համար հաճելի անակնկալ դերեսուր տեսա։ Շնորհակալություն խորհրդին այս առիթի համար, մեր նոմինանտին էլ շնորհակալություն, բայց այսպեսի անակնկալ, այսպեսի սյուրպրիզ չէի սպասում։ Մինչև վերջ ես չգիտեի, թե նոմինանտս ով է, ում պետք է ներկայացնեմ։ Ես էլ Դավիթ շնորհակալություն խորհրդին։ Ողջունում եմ բոլորին։
Ես մասնագիտությամբ նեոնատոլոգ եմ ու դոկտոր Բուլբուլյանի զարմանքը հասկանալի է իրականում, որովհետև մեր երկրում մատների վրա կհաշվեք, քանի տղամարդ նեոնատոլոգ կա ընդհանրապես աշխատանքի մեջ, ինձ թվում է 10 տարուց ավելի աշխատում եմ ու երևի մի 10 տարի հետո նոր երևի եւս մի քիչ տղամարդ կմտնի այս ոլորտ։ Պատիվ եմ ունեցել ձեր հետ աշխատելու, դոկտոր ջան, շատ ուրախ եմ, որ հենց դուք ինձ շնորհեցիք մրցանակը։ Մաշկը մեր ամենամեծ օրգանն է եւ հենց նորածին ժամանակից պետք է նա ճիշտ խնամել ու պաշտպանել։ Ու մի քանի տարի առաջ այդ միտքը ծագեց իմ գլխի մեջ, իմ ընկերների, հարազատների, մոտիկների հետ իրականացրեցինք ցանկացած բնական խնամքի միջոց մաքսիմալ իր էֆեկտը կտամ մեզ, եթե ինքը արտադրվի տեղում եւ շատ կարճ ժամանակահատվածում առանց կոնսերվանտների ու այդ հականերկիչների հասնի ձեր մաշկին, գաղափարը հենց դա էր, բայց այս մենք իհարկե ընդլայնվեցեցինք, դուք հոլովակի մեջ չտեսաք դրա մասին ու դեռ ինձ թվում է շատ ենք ընդլայնվելու, սա շատ մեծ շարժիչ ուժ է մեր համար, շատ շնորհակալ եմ կազմակերպիչներից, մեր ամբողջ թիմի անունից եմ խոսում, սա մեծ պատասխանատվություն ու շարժիչ ուժ է, որ մենք շարժվենք առաջ ու գրավենք նոր բարձունքներ։ Շնորհակալություն։ Ապակու դեկորատիվ ներկապատման եւ տպագրության բարձրորակ եւ բազմատեսակ ծառայություններ առաջարկող վստահելի ընկերություն։ Վեստպակ ընկերությունը շուկայի առաջատարներից է ապակե տարաների եւ ապակե ու կերամիկական սպասքի մակերեսների գեղարվեստական մշակման ոլորտում։ Ընկերությունը մասնագիտացած է կոկման եւ մետաքսատպագրության մեթոդներով դեկորատիվ մշակման ծառայությունների մատուցման մեջ, առաջարկելով բազմատեսակ եւ բարձրորակ լուծումներ պատվիրատուների համար։ Գործունեության հիմքում ընկած են արտադրության կազմակերպման ժամանակակից մոտեցումները եւ միջազգային փորձի կիրառումը, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել յուրահատուկ դիզայնով արտադրանք։ Ժամանակակից սարքավորումների կիրառումը եւ արտադրական գործընթացի մշտական վերահսկողությունն ապահովում են բարձր որակ եւ ճշգրտություն յուրաքանչյուր նախագծի իրականացման ընթացքում։ Ընկերությունը մշտապես կատարելագործում է իր արտադրական գործընթացները, պահպանելով բարձր որակի ստանդարտները եւ ներկայացնելով շուկայում իսկապես առանձնահատուկ լուծումներ։ Վեստպակ, որակ, դիզայն եւ տեխնոլոգիաների համադրություն։ Մրցանակը հանձնում է Համազգային վստահության խորհրդի որակի պատասխանատու ISO 9001 միջազգային կարգի աուդիտոր Մարգարիտ Նիկողոսյանը, իսկ մրցանակը ստանում է Westpac ընկերության արտադրության տնօրեն Արման Մելքոնյանը։ Բարի օր բոլորին, շնորհավորում եմ բոլոր նոմինանտներին եւ ցանկանում, որպեսզի ձեր հետագա առաջխաղացումների եւ մտահղացումների համար ոչ մի խոչընդոտ չունենաք, իսկ եթե ունենաք, շատ մեծ սիրով եւ ջանասիրությամբ դրանք կարողանաք հաղթահարել։ Մեր նոմինանտին էլ ցանկանում եմ, որպեսզի իրենց աշխատանքով մեր կյանքը լցնեն էսթետիկ հաճույքով, գեղեցկությամբ եւ բախտում եմ իրանց նոր հաջողություններ։ Ցանկանում եմ բոլորին շուկայում ունենալ մեծ հաջողություններ, վստահություն եւ բարձր որակավորում։ Շնորհակալություն Westpac ընկերություն։ Մտավոր, ստեղծագործական եւ սոցիալական հմտությունների համապարփակ զարգացում ձևավորող վստահելի զարգացման մանկական կենտրոն։ Mind Colors-ը գործում է 2021 թվականից, սկզբում որպես ամառային ճամբար, իսկ տարիների ընթացքում վերածվել է բազմապրոֆիլ զարգացման կենտրոնի։
2024 թվականից կենտրոնն ընդլայնել է իր ծառայությունները, ներառելով հոգեբանի, լոգոպեդի, դասապատրաստման եւ մանկական խնամքի ուղղություններ։ 2025 թվականից մանկապարտեզը լիցենզավորված է, ապահովելով պետական չափանիշներին համապատասխան նախադպրոցական կրթություն։ Կենտրոնում ստեղծված են իդեալական պայմաններ երեխաների ներդաշնակ աճի, բազմակողմանի զարգացման եւ երջանիկ մանկության համար։ Այստեղ ապահովված է անվտանգ միջավայր, իսկ որակավորված, բանիմաց մանկավարժներն աշխատում են փոքր խմբերով, ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ։ Ճկուն գրաֆիկը եւ ընտանեկան ջերմ մթնոլորտը ստեղծում են այն միջավայրը, որտեղ երեխաները իրենց ապահով, անհոգ եւ ուրախ են զգում։ Mind Colors-ում յուրաքանչյուր փոքրիկ հնարավորություն ունի բացահայտելու իր կարողությունները եւ զարգանալու իր սեփական գույներով։ Mind Colors Մրցանակը հանձնում է Հայաստանի գրողների միության անդամ, վաստակավոր մանկավարժ, բանաստեղծուհի, տասնյակ գրքերի հեղինակ Ալվարդ Հովսեփյանը, իսկ մրցանակը ստանում են Mind Colors զարգացման կենտրոնի համահիմնադիրներ Սաթենիկ Ասատրյանը եւ Մարինե Ալավերդյանը։ Հարգելի մրցանակակիրներ, ներկաներ, մեծագույն պատիվ է հասարակության եւ ընկերների կողմից գնահատանքի արժանանալը։ Թույլ տվեք շնորհավորել բոլոր մրցանակակիրներին եւ ասել, որ ձեր առաքելությունը օրհնություն է։ Հետ այսու ցանկանում եմ նորանոր հաջողություններ, նվաճումներ, ի բարօրություն մեր ժողովրդի եւ ի նպաստ մեր հայրենիքի։ Հաջողություն ձեզ։ Այս մրցանակը որքան էլ հաճելի է ու մեծ պատիվ է, այնքան էլ պարտավորեցնող է, որպեսզի նշաձողը էլ ավելի բարձր պահենք։ Մեր ջանքերը հաջողությամբ չէին պսակվի, եթե մեր կողքին չլինեին մեր կոլեկտիվի անդամները։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին։ Ամենաբանկ կապիտալը դա գիտելիքն է, ոլորտի հետ կապված կրթվենք եւ կրթենք մեր սաներին։ Շնորհակալություն։ Ավարտվեց վստահության վարկանիշ 2026 մրցանակաբաշխությունը։ Հուսով ենք այսօր ստացաք լուսավոր եւ դրական տրամադրություն։ Ձեզ բոլորիդ հաջողություն։